Վաղուց այս ֆորմատով չեմ հանդիպել, ավելի նեղ խմբերով ենք հանդիպում ու կառաջարկեի այսօր մենք շատ ազատ շփում ունենանք, չկան փակ թեմաներ, չկան արդյունված հարցեր, փորձեմ մի կարճ ներածական խոսք ունենալ, ինչը հնարավորություն կտա, այսպես ասենք, եւ կողմնորոշելու եւ հունի մեջ մտնելու համար։ Հիմա երևի առաջի եւ ամենից կարևոր հարցը, թե ինչ պետք է անի երկրի առաջնորդը, եթե ինքը շարժվում է երկրի եւ ժողովրդի շահերից։ Մի քանի sense ֆունդամենտալ կետ, բազային կետ։ Առաջինը պիտի ամրապնդի եւ ամենից կարևորը երկրի պետականություն։ Չէ՞ սա է։ Սա նույնն է, որ մի ընկերության տնօրեն պետք է մտածի այդ ընկերության մասին եւ այլ։ Հիմա ինչ է նշանակում ամրացնել պետականություն։ Առաջի հերթին անվտանգություն, իսկ անվտանգությունը դա բանակն է եւ ռազմաքաղաքական դաշնակիցներ, պայմանագրեր։ Երկրորդը դա ազգային ինքնության ամրապնդում, ազգային ինքնությունը դա պետականության հենասյուներից մեկն է։ Կան բազմաթիվ երկրներ, որտեղ բավական պրոբլեմային է հաստատել ազգային ինքնություն կապված տարբեր էթնոսների հետ եւ այլ, Հայաստանը այդ պրոբլեմը չունի իսկապես։ Հայաստանում հնարավոր է ունենալ, ամրացնել այնպիսի ինքնություն, որը ուղղակի հնարավոր չի որևէ կերպ ջարդել։ Երրորդը դա տնտեսությունն է եւ տնտեսությունը պետք է լինի ներառական եւ դրա հիմքում պետք է լինի բարենպաստ ներդրումային միջավայր։ Նայեք նույնիսկ Միացյալ Նահանգների պես երկրի նախագահ, օրինակ Տրամպը, բոլոր հանդիպումների ժամանակ խոսում է Միացյալ Նահանգներում ներդրումների մասին։ Եվրոպացիներին ճնշելով ստիպեց, որ հսկայական գումարների խոստում տան, մոտ 600-700 միլիարդ դոլարի չափ։ Նույնիսկ Սաուդյան Արաբիայի թակաշարանի հետ խոսալուց մոտ 1 տրիլիոն դոլարի ներդրումային խոստում ստացավ։ Միացյալ Նահանգները պատկերացրեք ինչ պետք է անի Հայաստանը այդպիսի միջավայր ձևավորելու համար։ Հաջորդ կարևոր բաղադրիչը դա ներքին կայունությունն է։ Իսկ ներքին կայունությունը ուղղակի հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել հանրության, այսպես էներգիան, հանրության հնարավորությունները, ներուժը պետական նպատակների հասնելու համար։ Սենց մի քանի սենց կարևոր բաղադրիչներ ես ուղղակի ձեզ տվերկեցի։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում։ Իսկ ինչ է արվում այսօր Հայաստանում այդ կարևոր բաղադրիչների վերաբերյալ։ Անվտանգությունը ուղղակի քայքայում են բանակը արդեն ենթադրաբար քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցությունը։ Երկրորդ, ինչ արվում ազգային ինքնության հետ դուք տեսնում եք։ Հարձակվել են այդ ինքնության 3 ամենից կարևոր բաղադրիչների վրա։ Եկեղեցի, պատմություն եւ սիմվոլներ։ Պատմությունը իրական Հայաստան, պատմական Հայաստան, այդ անիմաստ անհասկանալի հակադրությունը եւ մյուս կոմպոնենտները չմանրանան։ Տնտեսական զարգացումը։ Երևի Հայաստանը առաջի երկիրն է, երբ տնտեսությունը զարգանում է, բայց աղքատությունը չի իջնում։ Ուրեմն ներառական չի։ Ներդրումային միջավայրը ուղղակի քայքայվել է։ Ինչ արվում Բաշխի ցանցերի հետ, ինչ է արվել Քաջարյանի հետ, պետական ռեկետը համատարած է։ Հատկապես խոշոր մեծ բիզնեսների նկատմամբ։ Սա այն իրավիճակն է, որը ունենք եւ հաջորդ կարևորագույն բաղադրիչը դա ներքին կայունությունն է, վստահությունն է ժողովրդի կառավարության եւ ընդհանրապես ժողովրդի միջեւ, վստահության մակարդակի բարձրացումը։ Ինչ է արվում Հայաստանում։ Քայքայվում է հակադրելով բոլորի, նույնիսկ եկեղեցում ենթադրյալ կուսակրոնությունը հաղթած, այսպես ասենք, սրբազաններին հակադրում են նույն
ձևով ենթադրյալ կուսակրոնությունը հաղթած սրբազաններին։ Նույնիսկ այդ միկրո, այսպես հակադրության մեջ է մտել այսօր գործող վարչապետ։ Հայտարարություն է հայտարարություն։ Բայց հարցը հետևյալն է. ինչի համար է այս ամենը արվում։ Ինչն է մոտիվացիան։ Արվում է ճիշտ հակառակը նրան, ինչը հմուտ պետության առաջնորդը պետք է անի։ Այս ուղղակի թվարկեցի մի քանի հատ կարևոր բան, թե ինչի վրա պետք է էներգիան ուղղված լինի, եւ նաեւ ցույց են տալիս, թե ինչ արվում։ Նա մտածել եմ իհարկե այս հարցի շուրջ եւ միայն 3 տարբերակ է իհայտ գալիս։ Առաջինը, եթե երկրի առաջնորդը գործակալ է, երկրորդ տարբերակը, եթե երկրի առաջնորդը տգետ է եւ մեծամիտ, եւ երրորդ առաջարկը անում է մտածված եւ միտումնավոր։ Ուրեմն պետք է փնտրենք շարժ ժառիթներ, թե ինչի համար է սա արվում։ Ես փորձում եմ sense parts սխեմայով, parts կոնստրուկցիա կառուցելով մենք փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հիմա հերթով գործակալ լինելը ամբողջությամբ բացատրում է, թե ինչի համար է սա արվում։ Բայց ես փաստեր չունեմ եւ ունեմ մեկ բանաձև, որ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որոնք այսօր արվում են։ Բայց ես փաստեր չունեմ, սա իհարկե ենթադրություն է։ Թեկուզ վերջերս հենց Փաշինյանի կողմից նշանակված նախարարը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի եւ շուտով կհրապարակի։ Երևի ծանոթ եք այ հայտարարության։ Պաշտպանության նախարար աշխատած ազնվորություն։ Երկրորդը, այնպես է ստացվել, օրինակ, երկրի առաջնորդը տգետ է եւ մեծամիտ։ Այս հանգամանքը բացատրում է այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը արել է 18 մինչև 20 թվականի պատերազմում պարտություն։ Իսկապես բացատրվում է տգետության եւ մեծամտության։ Բայց չի բացատրում այն, ինչ կատարվեց դրանից հետո։ Եվ երրորդ տարբերակը արվում է միտումնավոր, պլանավորված եւ փորձենք վերլուծել արդեն այս երրորդ տարբերակը։ Նայեք, ես պետք է ասեմ, որ լինում են դեպքեր, հաճախ չեն լինում, շատ քիչ են լինում, երբ երկրի առաջնորդի ազնական շահերը չեն համընկնում կամ հակադրվում են երկրի իրական շահերին։ Պատմությունը գիտի նման դեպքեր։ Հիմա փորձենք հասկանալ, միգուցե հենց այս դեպքն է այսօր Հայաստանի Հանրապետությունը։ Ես բերեմ մի քանի օրինակ, որոնք ակնհայտ ցույց են տալիս, որ երկրի առաջնորդը պատրաստ է ի հակադրվելով երկրի շահերին առաջ մղել իր ազնական շահերը։ Առաջինը 44 օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 18 առաջարկը կանգնեցնել պատերազմը, որը մերժվեց վարչապետի կողմից։ Երկրի շահերից է բխում անկասկած օր առաջ կանգնեցնել այդ պատերազմը։ Պատերազմը չի կանգնեցրել մեկ պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ դեպքը անմիջապես պարտվելուց հետո երկրի շահերից է բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, հնարավորություն տա, պես մաքրվել է պարտությունից եւ նոր առաջնորդ փորձի վերանորոգել այն խնդիրները, որոնք ծանրացել են երկրի վրա պարտության հետ կապված։ Չի արել։ Արդյունքում ազնվեց Գորիս Կապան ճանապարհը, Շորնուխի կեսը եւ այլ չթվարկեմ։
Եվ այս շարքը ես կարող եմ շարունակել։ Օրինակ, երբ ճանաչվեց Պրահայում Արցախ-Ադրբեջանի կազմում, բխում էր դա Հայաստանի շերտերքը չեն բխում։ Հիմա փորձենք հասկանալ, ինչի է այս քայլերը արվում։ Օրինակ պատերազմից հետո կամ միգուցե շարունակեմ, որից հետո ավելի հասկանալի կլինի։ Օրինակ ինչի սկսեց Նիկոլ Փաշինյանը բանակցել Ալիևի հետ առանց միջնորդների։ Միջներ թույլ կողմը, պարտվող կողմը առաջի շահագրգիռ կողմն է, որ լինեն հզոր միջնորդներ, որոնք կերաշխավորեն բանակցային գործընթացը եւ այդ գործընթացի արդյունքները։ Շարունակեմ այդ շարքը։ Ինչու Միացյալ Նահանգներում այս օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթերում Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չփորձել բանակցել խաղաղության հաստատման եւ ամրապնդման միջազգային երաշխիքների խնդիրը։ Նույնիսկ փորձ չի արվել, ես համոզված եմ, որ փորձի պարագայում հնարավոր էր դրան հասնել։ Հիմա փորձենք հասկանալ ինչն է միացնում այս բոլոր կետերը։ Մեկ բան։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական վտանգի առջև պետք է լինի նոր պատերազմ սկսելու հետ, եւ դա իրեն ձեռ է տալիս մեկ պատճառով։ Խաղաղությունը ուղիղ կապվի իր անձի հետ, իր անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իրեն ուղղակի պետք էր օդի ջրի պես, որ ժողովուրդը այնպիսի սարսափ եւ վախ ունենան եւ անդադար լինի այդ սարսափը եւ վախը, որ քվեարկությունների ժամանակ ասեն սա իսկապես պատոհաս է երկրի համար, բայց լավ է սա լինի կամ պատերազմ։ Սա դասական այն օրինակն է, երբ երկրի եւ ժողովրդի շահերը ուղղակի հակասության մեջ են երկրի առաջնորդի ազնական շահերի հետ։ Իր նպատակը իշխանություն պահելն է։ Իշխանություն պահելը պայմանավորված է, թե ինչ չափի սարսափ պետք է լինի մեր ընտրողների մոտ, որ հենց կիրառվի այդ բանաձևը, լավ այս պատոհասը լինի ազգակործան, քան լինի նոր պատերազմ։ Սա այս պարզ տրամաբանական շղթան բերում է այս եզրակացության։ Հետևաբար օգտագործեն ոչ իմ այսպես տերմինները, այսօր Նիկոլ Փաշինյանը թոք է Հայաստանի Հանրապետության վզին եւ այդ թոքից պետք է ազատվել։ Սա կրկնեմ, փորձացի շատ պարզ sense տրամաբանական շղթան կառուցել, թե ինչ վիճակում ենք մենք հայտնել է։ Ունիկալ վիճակ է։ Եվ ամբողջ հույսը կրկնեմ նրա վրա է, որ միամիտ քաղաքացին իսկապես այսպիսի վերլուծություններ չանելով հերթական անգամ մտածի sense երկու չարիքից, որի հետևից է ինքը գնում։ Մեր առաջարկը եւ մեր մոտեցումը հետեւյալն է. պետական շահերը առաջի տեղում, ժողովրդի շահերը առաջի տեղում եւ երբեք որևէ առաջնորդ չպետք է իր շահերը որևէ կերպ գերադասի ժողովրդի եւ պետականության շահերը։ Այլ կերպ ոքի չի կարող լինել, այլ կերպ նշանակում է մեկ բան. մենք կործանում ենք մեր հայրենիքը։ Ինչի Լևոն Տեր-Պետրոսյանին չդատեցիք, երբ որ դուք եկաք իշխանության։ Այն ժամանակ մոտեցումս հետևյալն էր. նայենք առաջ, խնդիրները բազմաթիվ են, չփորձենք sense նախկինների դատելով, նախկինների հետևից ընկնելով ամբողջ օրակարգը ձևավորել դրա շուրջ։ Որտեղ իսկապես, եթե հիշում եք, 97-8 թվականները Հայաստանի բյուջեն եղել է ընդամենը $300 միլիոն։ Երևանում 3 փողոց էր լուսավորված, բենզիններ ծախում էին
Չէ, երեք, ինչ որ երկու փողոց էլ կար, բենզինն էլ բանը էս։ Կանիստրով ծախում էին բանը։ Էդ էր։ Սա Երևան քաղաքում այն ժամանակ եղել է երկու հատ բենզազապրավկաներ երկու հատ էր։ Մեկը Գազանանունցի էլ ճանապարհի վրա, մեկը արդեն չեմ էլ հիշում որտեղ էր։ Հիմա ես այն ժամանակ այդ սաղ դարդերը թողած անգնեմ թե ինչ որ մարդ են դատում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնացել այդ ճանապարհով։ Ես համոզված եմ մենք կթունավորեինք ուղղակի մթնոլորտը։ Եվ այն նպատակը, այն մարտահրավերները, որը իմ առջև այն ժամանակ կաղնած էր, հաստատ ես պետք է շեղվեի ամբողջությամբ այդ թեմաների մեջ։ Ես գիտեմ, որ կա Հայաստանում մի շերտ, որոնց թվում է, թե ես մի մարդ եմ, որը մարդկանց երբեք չի ներում, երբ որ դու սկսում ես վրեժխնդրությամբ ապրել, սա նշանակում է, որ դու առաջ չես նայում։ Վրեժխնդրությունը միշտ կապված է հետ նայելու հետ։ Դու չես կարող վրեժխնդրություն ապագայի հետ չի բռնում իրարել, ուրեմն դու անընդհատ պետք է հետ նայես։ Եթե հետ ես նայում, դու առաջ չես տեսնում։ Կան հարցը ներել չներելու մեջ չի, հարցը նա է, որ դու չպետք է քո էներգիան ուղես միայն դրան։ Այդ Գրաֆ Մոնտե Կրիստոն լավ ֆիլմ է։ Իսկապես նայվում է այդ ֆիլմը։ Բայց եթե դու ֆիքսված ես դրա վրա, դու խնդրեմ ունես։ Համենայն դեպս դու այդ դեպքում պետք է որևէ հանրային գործով չպահվես, ապագայի մասին չմտածես եւ կենտրոնանաս, ասենց անցյալում քեզ վատություն արած կամ քեզ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա։ Սա լավ բան չի, հատկապես երկրի առաջի դեմքի համար։ Մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին, որի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է։ Լավ տեղ չի բերում։ Ես նման դեպքերում ինչ եմ անում։ Ուղղակի ֆայլերից այդ մարդուն ջնջում եմ։ Ներել, չներելու արդեն հարց չի։ Ուղղակի քո ֆայլերից հանում ես, ասում ես, եղել է այս մարդը, օքեյ, թող իր կյանքով գործ չունեմ այդ մարդու հետ, մենք տարբեր ճանապարհներով ենք գնում։ Բայց ես չեմ ուզում, որ դա այդ ինքը բան է, որ դու սկսում ես դրանով ապրել, ինքը քեզ ուղղակի այդ վրեժխնդրության բանը մոլուց կա դառնում, քեզ ուտում է, ուղղակի ներսից է դա քեզ քայքայում։ Բարև ձեզ, պարոն նախագահ, հարցս այսօրվա վիճակին է վերաբերվում եկեղեցու շուրջ զարգացումներին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզենա, որ 26 թիվը ամանորը շնորհավորի նույն կաթողիկոսը Գարեգին II, եւ մինչև այդ պետք է փորձի ազատվել իրանից։ Դժվար թե թողի վերջի շաբաթներին, առաջիկա 1-2 շաբաթվա մեջ կփորձի ինչ որ հնարավոր է այդ ուղղությամբ անել, հա։ Ու այդ ուղղությամբ ինչ կարելի է անել, մանավանդ մի բան նկատենք ընդդիմության գործունեությունից, երբ որ ընդդիմությունը փողոցային պայքար չի մղում, Նիկոլ Փաշինյանը ավելի շատ բան է հանձնում, էլի։ Օրինակ երկու դեպք ես հիշեցնեմ, 23 թվականի համարը Դիմադրության շարժումը դադարեցվեց, գնաց Լաչինի կորուստը, հետո Ղարաբաղի էթնիկ զտումը։ Այս տարի փողոցային պայքար չկա, եւ մենք տեսնում ենք, հա, ձերբակալություններ, տարբեր տեսակի բան, Միչանսկի հանձնում, եկեղեցու դեմ պայքար, ասեն ման ոչ մի բան չէր ելնի, օրինակ անցյալ տարի Սրբազան շարժման ժամանակ, որտեղ կար փողոցային պայքար։ Հիմա ես հասկանում եմ, որ դժվար է ցուրտ է, նոր տարի է գալի մարդկանց անել փողոց, բայց եթե ճնշում չլինի կառավարության վրա, ինքը իր նպատակին կհասնի ու դա հերթական հիասթափությունը կբերի, այսինքն մարդիկ կմտածեն դե Նիկոլը ինչ ուզում են էլ անում է, ուզած եկեղեցին քանդի, եկեղեցին է քանդում։ Հասկացա։ Ընդ որում մի բան էլ ավելացնեմ, մենք գիտենք ինքը որ քանդում է, ինքը քանդում է միջև հատակ, հա, էլ հետո վերականգնել չի լինում, ինչ որ եղավ Արցախի հետ։ Ակնհայտ ես մի բան եմ տեսնում եւ դրա մասին նաեւ հրապարակային արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Դա չի նշանակում որ ձայն չունի, լատենտ տային ձայներ ունի, մարդիկ կգնան կքվարկեն ինչ որ մի տոկոս մարդիկ, բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ վիարան գրոհել բան չի կարա։ Չունի այդ հնարավորությունը։ Եթե ունենար, ապա այս KGB-ի մեթոդներով չէր սկսի աշխատել եկեղեցու հետ։ Այդ համարձակությունը չունեցավ, հասկանալով, որ սա ավելի պրոբլեմային է եւ փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին հենց KGB-ն։ Կոմպրոմատներով մարդկանց գտնելով, որոնց կարելի է ասենց պատին դեմ տալ եւ ասել կամ սա դու պիտի անես կամ
Հիմա վերջին զարգացումների մեջ փորձենք նաև լավ բան տեսնել։ Մի քիչ սենց արես, գիտեք վիճակը ավելի կոնտրաստի եկավ։ Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, որ ինքը անկեղծ հավատացյալ է եւ ինքը պայքարում է հայ առաքելական եկեղեցու մաքրության համար։ Սա էր, չէ՞, ասած մեջբերում չի, բայց սա է իր բացատրությունը։ Եվ ինքը դա անում է որպես պարզ քաղաքացի հավատացյալ։ Հիմա եթե դու դա անում ես այն մարդկանց միջոցով, որոնք նաև եկեղեցական շրջանակներում ամենից վարկաբեկվածն են, դա է քո պայքարի ձևը եկեղեցու մաքրության համար։ Այդ տեսանկյունից ես կարծում եմ այն պատկերը, ինչ որ մենք տեսանք, ինքը քանդեց այն բացատրությունը, որով ինքը փորձում էր ներկայացնել իր շարժարիտները։ Ինքը ուղղակի ցույց տվեց, որ դա ոչ թե պայքար է կոնկրետ մարդկանց դեմ, սա պայքար է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հիմա ասենց մեծ հաշվով ինչի համար է սա անում։ Ես ռացիոնալ բացատրություն, շատ անկեղծ ասեմ, չեմ տեսնում ռացիոնալ բացատրություն։ Ու ավելի ճիշտ այնց բզիկի պես մի բան է, ինչ որ մարդը գլուխ համտել միգուցե։ Այնց տարբերակներից մեկը սա է, բայց կա նաև մեկ ուրիշ տարբերակ։ Մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, հայ առաքելական եկեղեցի։ Եվ հենց այդ պատճառով մեր ազգային ինքնության մեջ եկեղեցին հատուկ տեղ ունի։ Իսկապես հատուկ տեղ ունի եկեղեցին։ Կարելի է չէ ընդհանրել, ինչի համար է քանդվում այս մեր ազգային ինքնության, ասենց կարևորագույն գործոն, ինչի համար է քանդվում։ Սա ուղիղ ուղղված է նաև մեր ինքնության հարավացելու նպատակն է։ Միգուցե նրա համար է արվում, որ խոստում ունի 300,000 ադրբեջանցիների հետ բերելը եւ հետ բերել մի միջավայր, որտեղ նաև մեր եկեղեցին, որը մեր ինքնության հենասյունն է, հենասյուններից մեկը, միգուցե սա պետք է քայքայված լինի։ Այս անկյան տակ նաև փորձենք նայել։ Այսինքն մեծ պատկերի մեջ միգուցե սա այն բացատրությունն է, որով կարելի է որոշակի sense ողջամտություն գտնել այն քայլերի մեջ, որը ինքը անում է այսօր, որովհետև էլեկտորալ տեսանկյունից հաստատ դա իրեն ոչինչ չի տալիս։ Հաստատ։ Կա նաև sense խառնված մարդու ամեն ինչ պետք է sense խառնի։ Ինքը չի կարող հանգիստ նստի։ Ամեն ինչ։ Եվ այդ խառնվածքը միգուցե հապագա կատարվելի իր կողմից խոստումների հետ sense երբ որ ամուսնացնում ես, միգուցե պատկերը ավելի հասկանալի է դառնում, թե ինչի համար է սա անում։ Հիմա փողոցային պայքարի հետ կապված, փողոցային պայքարը ունի նաև մյուս կողմը։ Հաջողության չես ասնում մեծ հիասթափություն է առաջանում։ Մենք սա մեր վրա զգացել ենք։ Եվ չափազանց մեծ պատասխանատվություն է հատկապես, եթե օրինակ 1 տարի կամ 6 ամիս հետո ընտրություն պետք է լինի, մտնել այդ process-ի մեջ, անհաջողության պարագայում մենք լրջագույն խնդրեմ ենք ունենալու ընտրությունների ժամանակ։ Սա իսկապես խնդիր է։ Բարև ձեզ, պարոն նախագահ, շնորհակալություն ձեզ նման ընձեռնված հնարավորության համար։ Ձեզ որպես ֆինանսիստ մի հարց ունեմ ձեզ, որը ինձ շատ անհանգստացնում է։ Այսօրվա տնտեսվարողի կարգավիճակը, հարկային օրենսդրությունը, մեր ներկայիս իշխանությունները միայն մի լավ բառ են սովորել աննախադեպ հարկեր են հավաքում, աննախադեպ ինչ-որ ծախսեր են անում, աննախադեպ աղքատություն են նվազեցրել, բայց չկա այդ ցուցանիշը իրականում։ Եվ ուզում եմ հասկանամ, որ տնտեսական աճը գոյություն ունի, բայց աղքատության նվազում իրականում գոյություն չունի։ Ուր են գնում են հարկերը, որոնք արդեն զանգի միջոցով են հավաքագրում, ուր են գնում այդ հարկերը եւ ինչու դա իրականում այն տնտեսության վրա չի ծախսվում, որից սնվում են
շատ մեծ մասի բնակչությունը, որոնք ցածր մակարդակից ներքև են։ Մի հարցել եմ ուզում ձեզ տամ, որ ինձ շատ անհանգստացնում է։ Դուք ասեցիք մեր ինքնության հաստատման վերաբերյալ, որը շատ կարևոր է։ Ես մի միտք է իմ գլխում միշտ պտտվում, ուզում եմ հասկանամ ինչքանով է դա իրականանալի եւ ինչ եք մտածում դուք դրա մասին։ Եթե մենք ունենանք պետականություն եւ մեր ինքնության հաստատող որևիցե կոդեքս, որը դա պաշտպանվի պետականորեն եւ օրենքով, որպեսզի չկարողանա ամեն մեկը իր տեղից վեր կենալով դրան շեղվի կամ գոնե ունենա պատժվելու ինչ որ մի բան, որը մեր ինքնությանը հակառակվում է։ Նայեք, այսօրվա տնտեսական աճը մեծապես կախված է Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով։ Սա է։ Եվ ես չեմ պատկերացնում օրինակ 7 կամ 8% տնտեսական աճ, որը չպետք է զուգորդվի աղքատության առնվազն 3% անկման հետ։ Սա ուղղակի բնական է։ Իմ փորձը ինձ սա է հուշում։ Իմ ժամանակ մենք միջին տնտեսական աճը ունեցել ենք 10.5% տարեկան։ 10 տարվա ընթացքում միջին աճ։ Եվ 10 տարվա ընթացքում աղքատությունը 56%-ից իջել է մինչև 25%։ Տնտեսական աճը զուգորդվում է աղքատության նվազման հետ։ Եթե դա չի զուգորդվում, ուրեմն տնտեսական աճը կամ նկարած է, կամ այդ աճը, այդ աճի բարիքներից օգտվում են շատ նեղ շրջանակներ։ Հիմա էլ այդ հնարավորությունը կա կրիպտայի մեջ մտնել, կրիպտովալյուտայի մեջ եւ ուղղակի հետքերը կորցնել։ Այդ հնարավորությունը նաեւ կա։ Հիմա հիմիկվա տնտեսական աճը ինքը յուրահատուկ է նաեւ նրանով, որ ինքը սպեկուլյատիվ բնույթ է կրում։ Նայեք, մենք հանկարծ դարել ենք մեր մոտ առաջի հարկատուն դարել է մի ընկերություն, որը հեռախոսներ է ծախում։ Եթե ուղղակի թվերը նայեք, ստացվել է, որ Հայաստանում ամբողջ բնակչությունը ներառյալ նորացիներին տարեկան մի 5 հատ հեռախոս են փոխում։ Իրականում սա է։ Եվ այս տնտեսական աճը իհարկե չի կարող նաև այն էֆեկտը ունենալ աղքատության նվազմանը, ինքը փուչիկ, կոպիտ ասած, փուչիկ աճ է։ Շատ նեղ շրջանակներ են այդ աճից օգտվում։ Հիմա մեթոդաբանությունն են փոխել, աղքատությունը իբրև նվազել է։ Չի նվազել, ասեմ, 10 տարում 56%-ից աղքատությունը հասցրել են 25-ի, հիմա մոտ 8 տարում աղքատությունը ոնց ընդունել են, այդպեսին էլ մնացել։ Սա նշանակում է նաև ներառական լինելու հանգամանքի բացակայությունը։ Իմիջիալուս դա այն բառն է, որը այս իշխանությունը առաջի տարիներին ամեն շաբաթ երևի մի 100 անգամ ասում է։ Ներառական տնտեսություն, չէ, ներառական տնտեսություն, inclusiveness, sense ասում են։ Չկա։ Երբ որ դու ունենում ես իրական տնտեսական աճ, դու պարտքային բեռը չես մեծացնում։ 1 միլիարդ ամեն տարի պարտք է ավելացնում Հայաստանի Հանրապետությունը։ Ինչի համար։ Ես որ ընդունել եմ իշխանությունը, պարտքը եղել է մեր համախառ ներքին արդյունքի 46% էր կազմում։ Ես հանձնել եմ իշխանությունը մոտ 13-15%։ Կարող է թվերը մի քիչ սխալվեն, մի քիչ կարող է սխալվեն, ուղղակի լավ չեմ հիշում։ Հիմա սրանք ընդունել են պարտքը 6 միլիարդ դոլար, հիմա ընդհանուր պարտքը դարել է մոտ 14 միլիարդ։ Նույնիսկ եթե միայն այդ տարեկան այդ միլիարդը արդյունավետ դնեին տնտեսության մեջ, տնտեսական աճը ավելի մեծ պիտի լիներ։ Ուրեմն այդ գումարները ուղղակի մսխվում են։ Կամ նկարում են, բայց պարտքը չեն նկարում, պարտքը իրական պարտք է։ Մնացած թվերը նկարում են ինչ որ ձևի արդարանալու համար։ Սա է իրական պատկերը, ես համամիտ եմ այն նաև գնահատականի հետ, որը դուք տվել եք։ 380,000 թոշակառուներ, որոնց ըստ էության թոշակների մասով
նույնիսկ ինդեքսացիա չի արվել։ Մի քանի անգամ ասել են թոշակներ են բարձրացնում, մի քանի հազար դրամով, բայց ինֆլյացիայի ավելի ցածր, քան ինֆլյացիան 2%-ով։ Ուրեմն թվերը պաշտոնական հետևյալներ, մոտ 26% ինֆլյացիա ա եղել, այս ընթացքում 22%-ով միջին կենսաթոշակն է ավելացել։ Հիմա նայեք, հարց ինչի մեջ է, երբ որ դու ինֆլյացիայի մասով ավելացնում ես թոշակը, դրա անունը թոշակ ավելացում չի, դրա անունը ինդեքսացիա է։ Ուրեմն դա այն է, ինչ դու պարտավոր ես անել։ Հիմա այդ ինչ որ պարտավոր են անել, ներկայացնում է որպես թոշակի ավելացում, ինչ լավություն արեցին։ Եվ եթե դուք համեմատեք այդ նույն ընթացքում, քանի տոկոսով է աճել պետական պաշտոնյաների աշխատավարձերը, նո ֆանտաստիկայի ժանրից է։ Ֆանտաստիկայի ժանրից։ Այդպիսի անհամաչափություն բյուջետային ռեսուրսների ծախսման տեսանկյունից ուղղակի ինձ ծանոթ չի, հայտնի չի ինձ։ Ինչ վերաբերում է ինքնության, ես չգիտեմ այդպիսի օրենք հնարավոր է ընդունել թե չէ, բայց ինքնությունը մենք իսկապես ունենք մեծ պոտենցիալ ինքնությունը դարձնել sense առանցքային մի գործոն Հայաստանում։ Ես մի պարզ օրինակ բերեմ, օրինակ եվրոպական պետություն Բելգիան, հաջողված պետություն է, չէ՞, զարգացած պետություն է։ Բայց Բելգիայի որպես պետություն, բելգիացու ինքնությունը շատ ավելի թույլ է, քան ռեգիոնալ ինքնությունները։ Ֆրանսիախոս բելգիացիների եւ ֆլամանդերեն խոսող բելգիացիների, հյուսիս եւ հարավ Բելգիայի։ Անգամներով ավելի թույլ է։ Արդյունքում վերջի երևի մի 15-20 տարում միջին կառավարության կյանքը 1.5 տարի է։ Ամեն 1.5 տարի կառավարությունները փոխվում են։ Ինքնությունը չափազանց կարևոր է ներքին կայունության համար։ Իսկ ներքին կայունությունը սա նշանակում է, որ այս ազգը հնարավորություն ունի կարող է ռեսուրսները ուղղել կարևոր նպատակներին։ Օրինակ նույն Սինգապուրի օրինակը 3 տարբեր ազգություններից բաղկացած մեկ քաղաք էր, բայց Լի Քուան Յու կարողացել է ստեղծել այս սինգապուրցու ինքնությունը, ոչ թե չինացու ինքնություն, հնդիկի ինքնություն։ Եթե երկրի առաջի դեմքը սա չի հասկանում, ուրեմն ինքը այդ ինչի վրա նստած է, ինքը այդ ֆունդամենտը ուղղակի հրած քանդում ամեն օր։ Ես կոնկրետ Բելգիա օրինակը բերեցի։ 1.5 տարի է միջին կյանքը կառավարության։ Եվ հիմնական պատճառը դա այդ ինքնության թույլ հանգամանքն է, որը էթնիկական sense արմատներ ունի, բայց այնուամենայնիվ ինքը այսպիսի արդյունքների է բերում։ Դրա համար ընդունում եմ, որ խնդիրը լուծման կարիք ունի, բայց սա լավ չեմ պատկերացնում, սա օրենսդրորեն միգուցե հնարավոր է։ Պատրաստ եմ քննարկել այս հարցը եւ մտածել այս ուղղությամբ։ Ես հատուկ Բելգիա օրինակը բերեցի, կարամ լիք ուրիշ օրինակներ բերեմ։ Թե ինչի է բերում, ինչ խնդիրներ է ստեղծում ինքնության կոդի բացակայությունը կամ թուլությունը։ Արարծես բարոն նախագահ, հարցս հետևյալն է։ 2026 թվականի իշխանափոխությունից հետո, որ իշխանափոխություն լինելու է, ես դրանում անձամբ վստահ եմ։ Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հնարավորություն կա եւս մեկ անգամ անդրադառնալ Արցախ եւ Լաչինի հարցի շուրջ այս վիճակում։ Նայեք, ով էր մտածում օրինակ 5-6 տարի նույնիսկ առաջ կամ 10 տարի առաջ, որ Ուկրաինայում կարող է այսպիսի պատերազմ լինի, որ աշխարհը խառնվի ընդհանրապես, որ Միացյալ Նահանգներում կարող է նախագահ ընտրվի երկրորդ անգամ Տրամպը, ով էր պատկերացնում, որ նման ոճով ընդհանրապես որևէ նախագահ կարող է աշխատել։ Հիմա աշխարհը մտել է մի բավական անկայուն ժամանակահատված, երբ ասենց միաբևեռ աշխարհը տրանսֆորմացվում է բազմաբևեռ աշխարհի։ Սա այն իրավիճակն է, որտեղ կարելի է կամ կորցնել կամ շահել։ Նայած դու ինչպիսի քաղաքականություն ես վարում։ Ժամանակին արագ
կողմնորոշվում ես, թե չես կողմնորոշվում։ Հիմարություններ ես անում, թե հակառակը, հմուտ ճիշտ քայլեր ես անում։ Ես այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում։ Եվ դրական, եւ շատ բացասական։ Ուրեմն սխալ քայլերի պարագայում մենք կարող ենք եղածի վրա լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում մենք կարող ենք որոշ մեր երազած ինչ-որ հարցերի նաև լուծում ստանալ։ Եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի։ Սա է իմ պատասխանը։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Օրինակ Միացյալ Նահանգները շատ հետաքրքիր է, չէ՞ բանակցում։ Սկզբից մի հատ լավ հարվածում է, հետո բանակցում։ Ասում է տարիֆները 200%, 100%, 500%, հետո ինչ է ասում։ Ուղղակի անգլերեն, հետաքրքիր, ես չեմ մտածել, որ հնարավոր ընդհանրապես այսպիսի տերմինոլոգիան միջազգային հարաբերություններում կիրառել։ Ասում է they lined up to kiss my ass։ Եվ ճիշտ է ասում, հերթ են կաղնում։ Հերթ են կաղնում, գնում է ինչ որ ձևի հարցերը լուծում։ Հետո 100%-ը դառնում է օրինակ 25%, 30%, բայց իր նպատակին հասնում է։ Ես չէի կարող օրինակ նույնիսկ մի քանի տարի առաջ պատկերացնել, որ սա հնարավոր է։ Սենց թվում է, թե ինչ որ քաոտիկ բաներ է, քաոտիկ չի։ Բայց մյուս կողմից տեսնում ես, որ մարդիկ ձևեր չեն թափում։ Էս է իմ նպատակը։ Շատ հստակ այս նպատակին ուզում եմ հասնել։ Եվ ինձ համար ավելի ընկալելի է այդ ոճի իմիջիալոց։ Սենց առանց սենց խարդավանքների եւ այլն։ Անում է, բայց հիմա աշխարհը փոխվել է։ Ինչ տեսանկյունից։ Եթե այդ բանակցային սեղանի շուրջ ոնց են նստում հիմա ամերիկացիք։ Սենց կոլտը դնում է սեղանին, ասում է նստենք բանակցենք։ Առաջ կոլտը սեղանին չէին դնում, բայց կոլտը երևում էր։ Բանակցում էին ջանջիջարով, բայց մեկը բոլորը հասկանում են, որ ինչ որ բան պետք է, ինչ ասում են, պետք է խելոք անես, ով որ չի անում հետևանքներ են։ Հիմա աշխարհում հետևյալն է, չինացիները հետ նստում այդ սեղանի շուրջ, չինացիներ իր կոլտն հանում դնում։ Ասում են բանակցենք։ Եվ միանգամից պրագմատիզմը աշխատում է, երկուսն էլ կոլտերը հանում են, սկսում են բանակցել իրար հետ։ Որովհետև այդ ուժ կա դիմացը նստած։ Այլևս դու այդ մենաշնորհը նման կարգի բանակցությունների համար չունես։ Եվ կա եւս մեկ երկիր, որ այդ սեղանի շուրջ որ նստում է, ճիշտ է, կոլտը չի դնում սեղանին, բայց նռնակը հանում է, զապալը հանում Ռուսաստանը։ Ասում է բանակցենք։ Եվ եւս հասնում է իր նպատակին։ Այո, հետը նստում բանակցում են։ Որտեղ պրագմատիզմը միշտ կա Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ։ Ինչի համար եմ ասում։ Նույն Միացյալ Նահանգների հետ միշտ կարելի է շատ ողջամիտ, պրագմատիկ քայլերի շուրջ նստել, խոսալ եւ պայմանավորվել։ Ուրիշ հարց է, թե դու sense այնպիսի վիճակում ես, որ քիչ չի հետաքրքրում քո երկրի շահերը։ Քո համար Տրամպի հետ նկարվելը արդեն մի մեծ բան է, էլի։ Դարակազմիկ մի իրադարձություն է։ Դու գնում ես նկարում, դրա դիմաց քո երկրի շահեր ուղղակի տալիս ես։ Մի նկարի դիմաց։ Ահա դուք հիմար չեք, լավ։ Հարցս այսպեսին է 2026 թվականի ընտրություններում ձեր հաղթանակի դեպքում արդյոք դուք պատրաստվում եք հետ վերադարձնել նախագահական կամ կիսանախագահականի մոդել։ Նայ, գոնե ինձ համար մի բան պարզ է, որ չպետք է լինի մեկ պաշտոն, որը կենտրոնացնում է իր ձեռքում այսքան լիազորություններ։ Եվ նախագահի պաշտոնը պետք է հակակշիռ լինի նման դեպքերի համար։ Չարժի հիմա մտնել այդ կարգի sense խորը բանակցությունների մեջ, որովհետև տարբեր քաղաքական միավորներ կարող է տարբեր պատկերացումներ ունեն եւ սա այն դեպքը չի, որ այս թեման դառնա sense առաջնային քննարկման թեմա, բայց քանի որ ինձանից հարցնում եք, ես համարում եմ, որ այո, համարում եմ, որ նախագահը պետք է ունենա, կարող է լինել կիսանախագահական, կիսախորհրդարանական, բայց նախագահը պետք է հակակշռելու հնարավորություն ունենա։ Դատական համակարգը որևէ կապ չպետք է ունենա գործադիր իշխանության հետ։ Սա ուղղակի մի խայտարակություն է այն ամենը, ինչ կատարում է դատական համակարգում։
այո, պետք է անպայման գնալ որոշակի փոփոխությունների։ Երկիրը կարող է դեպ մնա խորհրդարանական, բայց նայեք, ես մտնեմ այլ օրինակների մեջ։ Օրինակ Լեհաստան։ Խորհրդարանական երկիր է, բայց նախագահը ընտրվում է ժողովրդի կողմից։ Ընտրվելով ժողովրդի կողմից լուրջ հակակշիռ է ինքը դառնում կառավարությանը, եթե իրենք տարբեր քաղաքական թևերից են։ Չեխիա նույնն է։ Եվ Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը, բացի 1-2 երկրից, հենց այդ մոդելն են կիրառում։ Եվ հետևաբար, եթե օրինակ կառավարությունը համահանում է, ընտրություններն շեղված են իրարից, ուրեմն ընթացքում ժողովուրդը հնարավորություն ունի ընտրելու մի նախագահի, որը հակակշիռ է դառնում կառավարությանը։ Եվ մենք այդպիսի օրինակներ արդեն բազմաթիվ ունենք։ Նույն վիճակն է Ռումինիայում, ժողովրդի կողմից է ընտրվում նախագահ։ Այդպիսի մենք այս դասը արդեն ունենալով քաղելով, մենք պետք է այս հետևությունները անենք։ Ես ժամանակին այս համանadrության դեմ եմ արտահայտվել։ Համանadrությանը ծանոթանալով ես այս բոլոր վտանգները տեսել եմ։ Այն ժամանակ ասում են սուպեր վարչապետություն եւ այլն, տեսանք սուպեր վարչապետության հետևանքները։ Բայց փաստի հետ առնչվելով մենք պետք է հասկանանք, որ ինչ որ բաներ այո պետք է հետ պատտացնենք։ Առնվազն նախագահը ոչ թե այն խորհրդարանով պետք է ընտրվի, նույն խորհրդարանը ընտրում է վարչապետին, նույն խորհրդարանը ընտրում է նախագահին, նույն խորհրդարանը ընտրում է BDԽ-ին, նույն խորհրդարանը ընտրում է Սա բան է, աբսուրդի բան է։ Ուրեմն դու պիտի ենթադրես, որ խորհրդարանում ոչ մի կուսակցություն չպետք է 51% ունենա, անընդհատ պետք է ինչ-որ կոալիցիաներ լինեն, գոնե այդ կոալիցիաները իրար հետ ինչ-որ իրար հակակշռեն։ Բայց եթե այդպես չի, ուրեմն գոնե պետք է ունենաս այլ զսպող ինստիտուտ, որը ունի առաջնային մանդատ զսպելու գործադիր իշխանության։ Բարև ձեզ, պարոն մեծարգո նախագահ, հարցս հետևյալն է։ Օրերս նոր ստեղծված կուսակցություններից մեկի ուրեմն առաջնորդ Արման Թաթոյանը ոչ էր անում ուրեմն նախկին նախագահներին չմասնակցել 26-ի ընտրություններին, որպեսզի հնարավոր լինի հաղթել Փաշինյանին։ Հարցս հետևյալն է, ուրեմն այն մարդիկ, ովքեր իրենց հետևից չունեն գնացող անգամ 10 հոգի իրենց հավատարիմ մարդ, ինչ իրավունքով են այդ հայտարարությունները անում եւ այստեղ եւս մեկ կարեւոր փաստ ֆիքսենք, հա։ Երրորդ նախագահան հստակ հայտարարել է, որ ինքը հավակնություն չունի մասնակցելու 26 թվականի ընտրություններին։ Այդ քայլով ինչպես է գնահատում այդ հայտարարությունը, որով կոնկրետ թիրախավորված է ձեր անձը, այլ ոչ 3 նախագահ, այսինքն տրվում են 3 նախագահների անունները, բայց հստակ թիրախավորումը ձեր դեմ է ուղղված։ Հասկացա։ Ես արդեն մեծ իմունիտետ ունեմ։ Նման կարգի հայտարարությունների նկատմամբ ընդհանրապես եթե չեմ սխալվում, ես վերջերս նաև արտահայտվել եմ սրա վերաբերյալ, ինչ է նշանակում կուսակցության ղեկավարը, երբ հայտարարում է, որ ինքը չի մասնակցելու ընտրություններին։ Եթե իր կուսակցությունը մասնակցում է, ուրեմն ինքն էլ է մասնակցում։ Այն ինչ ասում է Արման Թաթոյանը, նշանակում է, որ ոչ ՀԱԿ-ը պիտի մասնակցի, որտեղ ՀԱԿ-ի առաջնորդը Տեր-Պետրոսյանն, ոչ հանրապետականը պիտի մասնակցի։ Նո աբսուրդ է։ Եթե կուսակցության ղեկավարը անձամբ ինքը ցուցակ չի մտնում, բայց կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն այդ մարդիկ փաստացի այո մասնակցում են ընտրություններին։ Բայց ես ավելի բացահայտ եմ մասնակցել եւ հնարավոր է նաեւ վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ նաեւ կմասնակցեմ։ Հիմա ինչ է ուզում Արման Թաթոյանը։ Ես չգիտեմ։ Ոնց որ ասել եմ, միշտ փորձում եմ ռացիոնալ բան գտնել։ Երբ որ ասում եմ ռացիոնալ, չի նշանակում լավ կամ վատ։ Նշանակում է մի որոշում, որը որոշակի մոտիվացիաներ է արտահայտում, որոնք կարելի է հաշվարկել, ուղղակի տեսնել կամ չտեսնել։ Կա մի խոսույթ նախկինների ու ներկաների,
որը հիմնական զենքերից մեկն էր Նիկոլ Փաշինյանի մոտ։ 18 թվականից հիշում եք նախկին դա հասարակությունը բաժանելու, իրար թշնամացնելու գործիքակազմ էր։ Ակնհայտ է նաև, որ այս գործիքը այսօր շատ ավելի թույլ է, շատ ավելի։ Ամենից մեծ բացասական վարկանիշը այսօր բոլոր հարցումները ունի Նիկոլ Փաշինյանը, ու չվերականգնվող վարկանիշը։ Հարց է առաջանում, ինչ նպատակով են այդ խոսույթը բերում քննարկման օրակարգ, երբ որ վերջի մոտ 2 տարվա ընթացքում ինքը ԿՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը սա մեծ էնտուզիազմով չի անում, ավելի շատ իներցիայով են այս թեման քննարկում, ես այդ եռանդը չեմ տեսնում, որովհետև եռանդը դրել են ուրիշ թեմաների մեջ, հասկանալով, որ սա այն ազդեցություն այլևս չունի։ Կարծում եմ, ստե մոտիվացիան ևս շատ պարզ է։ Մարդկանց թվում է, թե դրանով իրենք կարող են մեր ձայներից ինչ որ մի մասը վերցնել։ Լավ, օքեյ, լավ, 2% տարար, հետո դրա համար ես եւս պետք է գամ ինչ որ տարբերակների։ Մեկը սա է, ուղղակի մտածում եմ մի աղմուկոտ հայտարարություն անի, այդ հայտարարության հետևանքով նաև իր վրա հարձակվեն, այսպես ասենք, դրանով ուշադրություն ինքը ասենց իր անունը ավելի ճանաչելի դարձնի եւ այլն, այս բացատրությունները սրանք են։ Բայց ես այստեղ եւս չեմ տեսնում ողջամտություն, իսկապես չեմ տեսնում, որովհետեւ չեմ հասկանում եւ չեմ տեսնում, որ սա ինչ որ լավ բան է բերելու։ Իր նկատմամբ մի վերաբերմունքս միշտ լավ էր, ինձ համար վերև անսպասելի էր այս թեմայի քննարկումը իր կողմից, ընդհանրապես անսպասելի է։ Որովհետև այս վերջի մի քանի տարվա ընթացքում ընդհանրապես իր ձենը չենք էլ լսել։ Եվ հանկարծ հայտնվում է այս խոսույթով։ Ես չգիտեմ, բայց իմ մոտ իհարկե եւս կասկածներ է առաջանում, թե արդյոք նպատակը ազնիվ է, որովհետև այն հիմնավորումները, որը ինքը փորձում է բերել, հոգի չի աշխատում։ Այդ ճանապարհը ինքը դեստրուկտիվ ճանապարհ է։ Մեր ընդհանուր ձայների հանրագումարը պետք է ավելի մեծ լինի, քան ԿՊ-ինը։ Եթե արդյունքում մի ձայները, կոպիտ ասած, այս գրպանից տեղափոխվեն մյուս գրպան, բան չի փոխվելու։ Ինչ ենք շահում, ով է ինչ շահում։ Եթե խնդիրը նա է, որ մեր ձայների հաշվին հայտնել ազգային ժողովում, հայտնվեցի, բայց դու լրացուցիչ ներդրում չես բերում դրանով իշխանափոխության համար։ Եթե նպատակը իսկապես դա է, այստեղ մոտ եւս կասկածներ է առաջանում, թե նպատակը իսկապես դա է։ Պարոն նախագահ, բարև ձեզ։ Ես ուզում եմ ձեզանից հարցնեմ, ինչու չստացվեց ընդունվի Արցախը Հայաստանի կազմի մեջ։ Եվ երկրորդ հարց, դուք դառնում եք նախագահ, ես չեմ էլ կասկածում։ Մենք մնալու ենք բազմաբևեր, թե ինչ որ մի ուղղություն ենք վերցնելու, Զապադ Եվրոպա или Ռոսիա, թե լինելու ենք նույն ձևի բազմաբևերն ենք մնալու։ Նայեք, Կիևստում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա էր սեղանի վրա եւ շատ մոտ էինք այդ տարբերակին։ Բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետեւ այդ հռչակելը կնշանակեր մեկ բան. բանակցային գործընթացի ձախողում եւ պատերազմ հրահրելու առիթ։ Այս կազուս բելի կոչեցյալ։ Եվ նայեք, եւ մենք այդ բանակցությունները ես չեմ կասկածում, որ արդյունքում մենք կբերեինք մեր ցանկացած տարբերակին։ Ավելի ասենց պարզ ասեմ, մենք կոնցեպտը հետեւյալն էր. անվտանգային համակարգերը ունենալ միասնական, ասենց երկու պետություն, մեկ բանակ ըստ էության, երկու պետություն, մեկ անվտանգային համակարգ։ Եվ բանակցել եւ արդեն ժամանակի մեջ այդ խնդրի լուծումը տալ եւ նման օրինակներ կար, եթե դուք նայեք օրինակ Արևելյան Տիմորի պատմությունը, նայեք Էրիտրեայի պատմությունը, մի բան է պետք։ Հետևողական աշխատանք եւ ճիշտ քայլեր։ Հիմա ինչ է արել Նիկոլ Փաշինյանը 18 թվականին։ Խաթարել է բանակցային գործընթացը, միակողմանի հայտարարել է Արցախ Հայաստանը եւ վերջ,
Եվ ըստ էության ստեղծել է մի վիճակ, որ լեգիտիմության ինչ որ բան էինք հաղորդել Ադրբեջանի ագրեսիայի համար։ Մենք հենց ինչ որ դուք ասում եք, չենք արել հենց դրա պատճառով, որ նման խնդիրներ չունենանք 94 թվին, 7 թվին, 2000, 2008, հենց դա է։ Սա անպատասխանատվության ծայրահեղ ավելի շատ, ասենց ասեմ, տգիտության, հիմարության բաներ, կիրառումներ ուղղակի։ Մեր բանակցային գործընթացի երաշխավորները եղել են Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա։ Ֆրանսիայի դեմս Ֆրանսիա Եվրոմիություն։ Եվ խնդիրները Հայաստանը ունեցավ այն ժամանակ, երբ այս երեակին մերժեց։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը ասաց ինձանից ինչ եք ուզում, գնացեք Ղարաբաղի հետ քննարկեք։ Սենց էր ասում, չէ՞։ Գնացեք Ղարաբաղի հետ քննարկեք։ Ինչա մեր խելքը չէր կտրում էր։ Բայց դու չպետք է հատկապես երբ արդեն ռազմական բալանսը ինչ որտեղ խախտվել էր, դու չպետք է այդպեսի քայլ անես։ Դա պրովոկացիա էր, որը բերեց չափազանց ծանր հետևանքների։ Հենց որ մենք հայտարարեինք Ղարաբաղը որպես Հայաստանի կազմ, մենք կշեղվեինք, մենք այս խնդրի լուծումը կբերեինք երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի դաշտ։ Բայց մենք ամբողջ բանակցային գործընթացը տանում էինք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա հենվելով։ Եվ սա մեր ուժն էր։ Դրա համար հնարավորություն եղավ երկար տարիներ ունենալ փաստացի անկախ Ղարաբաղ, որը ենթադրվում է, որ դեռ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, բայց փաստացի ճանաչվել է որպես ինքնորոշված ժողովուրդ, ինքնորոշված պետություն, որը ճանաչման փուլում է գտնվում։ Եվ մադրիդյան սկզբունքները դրա մասին է։ Միջազգային հանրությունը ասում է, ուղղակի այդ սկզբունքներով ասում է հետևյալը. դուք ինքնորոշվել եք, դուք process-ի մեջ եք, մենք հետևում ենք, մենք մասնակցում ենք այդ process-ին եւ որոշակի խնդիրների լուծելու պարագայում հանրաքվեով դուք կվերահաստատեք ձեր ընտրությունը։ Չէ, սա է մադրիդյան սկզբունքները, որ կարդում ես, հենց սրա մասին է։ Ինչ հարցեր կային, խնդիրային, որ մենք ունեինք անվտանգության գոտի Ղարաբաղի շուրջ։ Եվ ստե հարցը հետևյալն է, դու այդ անվտանգության գոտից հրաժարվում ես, հետո ես հարցը կարգավորում, բայց հենց հրաժարվում ես, դու խնդրեմ ես ունենում անվտանգային։ Դրա համար այդ հարցերը իրար հետ կապվում էին։ Եվ ես չեմ կասկածում, որ մենք հաջողության կհասնեինք, եթե չլիներ այլ ավանտյուրիզմը ուղղակի, որը դրսևորվեց 18-19 թվականներին։ Հիշում եք, ես նույնիսկ կիրառեց տերմիններ, ինքը իրեն համարեց, որ սենց բանը ինչ որ Ռեմբո է միջազգային, վերջը գլխին տվին գիքոր դառավ։ Չէ, սա է։ Բայց գլխին տվին, իրեն գլխին տվին, ինքը գիքոր դառավ, բայց ժողովուրդն էլ կաղնեց ծանրագույն վիճակում։ Եվ իր ավանտյուրիզմի պատճառով 5000 զոհ, 11000-ից ավել վիրավոր։ Հիմա ասում են 5000 չի քիչ է։ Հրապարակեք թվերը, որ մենք ճշգրիտ այն թիվը օգտագործենք, որը կլինի այդ հրապարակման մեջ, անուն, ազգանուն, ով է զոհվածը, որ գյուղից է, որ քաղաքից է։ Ձեր երկրորդ հարցը հետևյալն է, չէ՞, մնագավեկտորն է։ Ընդհանրապես փոքր պետությունների համար անվտանգային հարցը երևի համար մեկ հարցն է, բայց նաև փոքր պետությունը չի կարող իզոլացվել եւ ասել ես մենակ եմ, ոչ մեկի հետ գործ չունեմ։ Ուրեմն այստեղ պետք է իսկապես կիրառվի այն մոդելը, որը բավական երկար ժամանակ ինքը հաջողված մոդել էր։ Մենք պետք է մեր անվտանգային խնդիրները լուծենք ռազմաքաղաքական դաշինքներով, ռազմաքաղաքական գործընկերության նաև միջոցով, բայց հարաբերվել եւ կոնկրետ լավ հարաբերություններ ունենալ ամբողջ աշխարհի հետ եւ այդպես ենք անում։ Եվ այդ մոդելը ոչ մեկի մոտ խնդիրներ չէր առաջացնում։ Նույնիսկ Միացյալ Նահանգները բավական sense մեղմ են վերաբերվում մեր հարաբերությունների նկատմամբ Իրանի հետ։ Լրջագույն սանկցիաների պարագայում մենք Իրանի հետ ունեինք փայլուն հարաբերություններ,
էներգետիկ ոլորտում ծրագրեր ենք իրականացնում եւ երբևէ Միացյալ Նահանգների կողմից որևէ պատժամիջոցների չենք ենթարկվել, որովհետեւ մենք հիմնավորում ենք, թե ինչի ենք մենք սա անում։ Ես տեսնում եմ այդ կոմպլեմենտար քաղաքականության կիրառումը նաեւ ապագայում։ Եվ երբեք նաև մեր այս քաղաքականությունը լարվածություն չէր ստեղծում Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետև մենք ակեղծ էինք։ Մենք ասում ենք, այս ոլորտում մենք միասին ենք, բայց սա չի նշանակում, որ դու ուրիշների հետ չպետք է հարաբերություններ ունենաս։ Այդ ձևով սև ու սպիտակի այդ հարաբերությունները չի վերածվել երբեք։ Մենք փայլուն հարաբերություններ ենք ունեցել Եվրոմիության հետ եւ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Միացյալ Նահանգների հետ։ Իդեպ նաև Միացյալ Նահանգների կողմից երևի Իսրայելից հետո երկրորդ երկիրն էինք Միացյալ Նահանգների հումանիտար աջակցության ծրագրերի ծավալով։ Սա ինչ որ բան ասում էր, չէ՞։ Մենք նաև ներգրաված ենք եղել հազարամյակների մարտահրավերներ ծրագրի մեջ։ Սա ինչ է նշանակում։ Կա այդ հնարավորությունը, հմտություն է պետք։ Իսկ եթե դու քեզ գժի տեղ ես դնում ինչ որ բաների համար, վերջում ստանում ես այն, ինչ ստացել ենք։ Վերջը գժի տեղ դնելու համար կամ պիտի այնքան թափ ունեն ասել, որ սա ասեն ես գժի հետ գործ չունենք։ Հերո մի քիչ մտածենք, եթե թափը չունենք, դու այն վեր ասում ես, ասես իքի բիր բանով ասես քեզ գժի տեղը դնում, մեկն գլխի տալով, այն ինչ։ Արտաքին պարտքի, պետական պարտքի հետ կապված էր կառավարման շրջանի, որտեղ տարբեր թվեր եմ լսել ես 700 միլիոն, 1 միլիարդ 200 միլիոնի կարգի մի քանի հակասական թվեր կան, անկախ ամեն ինչից, երբ որ նայում ենք 26 թվականին Հայաստանը արդեն պետք է սպասարկման համար վճարի ավելի շատ գումար, քան եղել է 98-2008 ամբողջ պետական պարտքը։ Այ եթե կարողանաք ճշգրիտ թիվը ասեք, մեր համար ավելի հեշտ կլինի այս հարցը բարձրացնել, ներկայացնել, ոչ թե հնայի հետ համեմատությամբ։ Նայեք, մոտ 14 միլիարդ դոլար է հիմա դառնում արտաքին պարտքը։ Իմ հիշելով մոտ 400 միլիարդ դրամ արդեն 380 քանի 390 կարող է մի քիչ սխալվեմ, միայն արտաքին պարտքի սպասարկման է գնալու հաջորդ տարի։ Դա ավելի շատ է, քան ամբողջ կրթությանը բյուջեում նախատեսված գումարները։ Ավելին, ցած մտքում մի քիչ դժվար է հաշվել, բայց կրթություն, գիտություն միասին ավելի քիչ է նախատեսված, քան արտաքին պարտքի սպասարկման գումարը։ Հիմա այսպիսի վիճակ է, եւ այո, ճիշտ եք ասում, այդ գումարը մոտ է, հիմա դժվարանում եմ ասել, քան այն ժամանակ ընդհանրապես ամբողջ պարտքն էր։ Ես տոկոսային հարաբերակցությամբ եմ հիշում, բայց չեմ կարող հիմա զուտ թվեր ասել, բայց սա հսկայական թիվ է։ Սա մենք միգուցե օգտագործեմ այս բառը, դա բուրգ է կառուցված։ Եվ այդ բուրգը փլվելու է։ Ենթադրենք միած սցենար նայենք, վաղը մյուս օր Ուկրաինայում պատերազմը, եթե կաղնի, օրինակ, եթե բանկային ընդհանրապես Ռուսաստանի սանկցիաների մի մասը կամ ամբողջությամբ հանվեն, մեր տնտեսությունը կոլապսի առաջ է կանգնելու։ Մի հսկայական զանգված, օրինակ Ռուսաստանում հայկական քարտեր են բացել, ներդրումներ են արել, հաշիվներ են բացել մեր բանկային համակարգում, որ կարողանան նաև իրենց ծախսերը, իրենց ճամփորդությունների ժամանակ անել։ Այդ ամբողջը փլվելու է։ Մեր բանկային համակարգի այս գերշահույթները ամբողջությամբ կապված են այս հանգամանքի մեջ։ Լիքը բիզնեսներ անգամներով ավելի մեծ ցուցանիշներ են այսօր ցուցադրում մեկ պատճառով սանկցիաների շրջանցելու այս տարբերակը։ Հիմա դուք պատկերացրեք, վիճակ փոխվեց, կոպիտ ասած, լիք երկրներ կա, որ այս պատերազմի չցանկանալով, բայց շահառու են դարել բիզնեսներ նաև։ Եվ ոչ միայն Հայաստանը։ Դուք նայեք առևտուրը ինչքան է աճել Қырғызստանի հետ, Ղազախստանի հետ, այնց բազմաթիվ երկրներ, հատկապես նրանք, ովքեր ազատ առևտրի ռեժիմներ ունեն Ռուսաստանի հետ։ Հիմա մի պահ պատկերացրեք, այս ամբողջը կաղնի։ Ինչ է լինելու։ Եվ նման պարագայում պարտքը, այդ պարտքը արտաքին
ոչ ոք քեզ չի ներելու, չի դու ստիպված պետք է այդ պարտքը շարունակես սպասարկել։ Սա լրջագույն խնդրեմ է լինելու։ Դրա համար սրանք են թվերը։ Ես մի որոշ ժամանակ առաջ այս տեսակ գործողությունները, երբ որ ձեր նախագահության ժամանակ կատարվել են, մարդու իրավունքների գրասենյակի հիմնում, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ստեղծում, երաստիճան դատական համակարգ, Անկախ հանձնաժողովներ, էներգետիկայի, ես ամենը չխմբավորեցի տարբեր ու եւ արհեստական բանականությանը հարց տվեցի, ասացի, խնդրում եմ ասեք նման ղեկավարի բնորոշումը, երբ որ նման գործողություններ են արվել, ու ինչ պատասխանեց։ Տեխնոկրատ, հա երևի։ Չէ, նման ղեկավարի քաղաքական կուրսը կարող ենք բնութագրել հետևյալ կերպ. ժողովրդավարության ամրապնդում, իրավական կայունացում, կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն, քաղաքացու իրավունքների արժանապատիվ պաշտպանություն։ Նայեք, ես ուղղակի բացատրեմ օրինակ էներգետիկայի հանձնաժողովը, իսկապես անկախ հանձնաժողով է։ Երբեք ոչ մեկին թույլ չեմ տվել խառնվել հանձնաժողովի գործերը։ Ինքս երբեք չեմ խառնվել։ Բայց ինչի համար այդ հանձնաժողովը ստեղծվել եւ հանձնաժողովի ստեղծման նպատակը, որ կառավարությունը, որը ձևավորվում է արդեն sense խորհրդարանի տոկոսային հարաբերակցության հիմքի վրա, կառավարությունը նախընտրական տրամադրությունների համար չգնա տարիֆների այսակագների վերանայման։ Ամբողջ նպատակը սա է, որ համակարգը ուրիշ ռեժիմի մեջ լինի։ Հիմա էներգետիկա հանձնաժողով չկա, գոյություն չունի։ Դուք տեսաք այս հանձնաժողովի անկախությունը ուղղակի քանդեցի եւ քանդեցի մեկ պատճառով։ Այս իշխանությունը հակակշիռ չկա։ Առաջնային մանդատ ունեցող հակակշիռ պետական ինստիտուտները ուղղակի չկա։ Ինչ որոշումներ են կայացրել բաշխի ցանցերի վերաբերյալ։ Հիմա չեմ բացառում միջև ընտրությունները ասեն, այսքանով էժանացնում ենք հոսանքը։ Թե հետո ինչ է լինելու, ինչ հետևանքներ է բերելու, հա հետո կրկնակի ավելի թանկացնելու ես։ Հիմա այս ամբողջ համակարգը ժամանակին ստեղծել ենք հենց մեկ նպատակով, որ մարդկանց ընթացիկ մոտիվացիան չգերադասվի ավելի երկարատև երկրի շահերին։ Ամբողջ նպատակը սա է։ Սկսած 2008 թվականից մինչ օրս, այսինքն նախկին 17 տարիների ընթացքում ձեր դեմ ակտիվ քարոզ են տարել, բազմաթիվ ստեր, կեղծիքներ են հնարել, հորինել, տարածել մարդկանց մոլորեցնելու համար։ Իհարկե մենք վերջի տարիներին փաստերով, տեսանյութերով, գրառումներով, հոդվածներով դրա դեմը առնում ենք, դուք ձեր ասուլիսների ժամանակ եք դրանից խոսում, հերքում հերթով իրականությունը պատմում, բայց կա մի բան, որ մինչև օրս ներկայիս իշխանությունները շատ ակտիվ շրջանառության մեջ են պահում, այսպես կոչված այդ գործարքը գույք պարտքի դիմաց, իբրև թե դուք Հայաստանին պատկանող կարևորագույն կառույցները գույքը տվել եք Ռուսաստանին, դուք դրա մասին էլ եք խոսել, բացատրել, բայց շատ կխնդրեմ այսօր եւս մեկ անգամ դրան անդրադառնաք, որպեսզի այս տեղեկատվական թոհուբոհի մեջ, հատկապես նախընտրական փուլում, մենք ավելի հստակ ու ընդգրկում պատկեր ունենանք այդ իշխանական կեղծիքներին հակադարձելու համար։ Շատ շնորհակալություն։ Նայեք, մի պահ իմ պատկերացումը այնպեսին էր, որ թեման արդեն անցել է, մեռած թեմա է, ոչ մեկին դա չի հետաքրքրում, բայց բարբերաբար ինչ որ փորձում են վերակենդանացնել։ Հենց մի քանի թեմա կա, սա այն թեմաներն են, որոնց վերաբերյալ նաև բացատրություն տվել եմ, արտահայտվել եմ երևի 100 անգամ։ Հիմա գույք պարտքի դիմացի վերաբերյալ ես ընդունում եմ, որ նաև ճիշտ եք ասում, գալիս է նախընտրական ժամանակահատված, էլի փորձում են ենթադրում են վերակենդանացնել։ Գործարքի իմաստը ինչ էր։ Մենք ունեինք $100 միլիոն պարտք, որը ժամանակին գոյացել է ատոմակայանի ռուսական կողմի վերականգնման հետ ծախսեր էին։ Տարբեր ինչ-որ ծախսեր էր, ես հիմա իմ ժամանակը չէր, ես չեմ կարող սա գնահատել, բայց ֆիքսված գումարը սա էր, մոտ 100 քանի միլիոն $։ Այդ պարտքը կամ պետք է մարեինք քաշով,
Եվ ընդհանրապես բյուջեն այն ժամանակ եղել է 300 միլիոն դոլար։ Հետո սկսեց աճել եւ ավարտեցինք մոտ 2.5 միլիարդով։ Եվ այդ գաղափարը գույք պարտքի դիմաց ծնվեց հենց այդ գործարքը իրականացնելու համար։ Ինչ ենք տվել այդ 100 միլիոնի դիմաց։ Գործարան Մարս, Ռազդանի Փշեկը, հինը առանց 5-րդ բլոկի եւ 3 գիտահետազոտական ինստիտուտ։ Եվ հիմա ինչ են ասում օրինակ մարդիկ, ասում են Մարս գործարանը, լավագույն գործարանն էր եւ այլ։ Ոդի Մարս գործարանը կառուցվել է սովետական միության, այս վերջի գործարաններից մեկն էլ կառուցվել է սովետական միությունը միկրոսխեմաներով սպասարկելու համար։ Այ գոսպլանի բաների մեջ սա էր, ծրագրերի մեջ սա էր։ Մարս գործարանի հիմնական արտադրությունը 1 օր չի աշխատել։ 1 օր կառուցվել է սովետական միության ժամանակ, արդեն սովետական միությունը փլվեց եւ այն ինչի համար կառուցվել է այդ գործարանը, ինչը պիտի սպասարկեր ամբողջ սովետական միությունը, այլևս գոյություն չուներ։ 1 օր չի աշխատել։ Երբ ես այցելել եմ այդ գործարանում աշխատում էին վարչապետի, չեմ սխալվում, աշխատում էին միայն օժանդակ մեխանիկական ցեխ, ինչ որ չգիտեմ, բուտկա, բեսեդկային սարքում սվարշիկներ բանման։ Մի հատ էլ ֆիզրաստորի մի բան էր դրած Վաչե Մանուկյանի գործար բանը։ Ինչ որ, շենքեր օգտագործում էին, հիմնական արտադրությունը 1 օր չի աշխատել։ 1 միկրոսխեմա չեն արտադրել։ Այս վիճակում էր այս գործարանը եւ հսկա տարածքներ։ Սկզբից փորձել ենք բանակցել Siemens-ի հետ։ Արդյոք իրենց տանք, թող իրենք արտադրությունը կազմակերպեն, ներդրումներ անեն, սեփականության իրավունքով վերցնեն։ Գիտեք ինձ ինչ են ասել։ Պատվիրակությունը գնացել նայել են, ասել են մենք եթե գանք այդ սարքավորումները, որոնք դրած էին, արդեն հնացած են, դրա ժամանակ էր արդեն հնացած էին, եւ դրանից հետո 10 տարի չի աշխատել։ Ասել են ամբողջ ներսը պիտի թափենք, նոր ներդրումներ անենք, որովհետեւ այն ժամանակ այդ ոլորտի ակտիվ զարգացումներ գնում եւ շատ արագ էր ամեն ինչ փոխվում։ Եվ բարոյապես էր մաշված արդեն։ Ըստ էության արդեն մենք սկսել ենք այդ գործարանին նայել որպես տարածքներ, որոնք կարելի է ինչ որտեղ օգտագործել։ Սա է։ Ներկայացնում են որ լավագույն գործարանը, միկրոչիպերի, չգիտեմ, եւ միկրոսխեմաների բացարձակ սուտ։ Մնացածը գիտահետազոտական ինստիտուտներ, ինչ է գիտահետազոտական ինստիտուտ։ Դա առաջերտին կոլեկտիվն է։ Աշխատող գիտնականներն են։ Եվ օրինակ Մերգելան ինստիտուտը սպասարկում էր սովետական միության ռազմաօդային ուժերը, մաթեմատիկական սպասարկում էր։ Այդ ուժերը չկա է։ Սպասարկման օբյեկտը վերացել է։ Այս վիճակն էր։ Եվ Ռուսաստանին տալով հույս կար, մտածում ենք, որ միգուցե ինչ որ ձև իրենց գաղտնիության բանը հանեն եւ հնարավորություն տան, որ ինստիտուտը կատարի այն գործը, որի համար ինքը ստեղծված էր։ Այստեղ ամեն քայլի մեջ կար ռացիոնալ բացատրություն։ Բայց լավ, սա մի կողմ դնենք, գիտեք, ով է ամենից ակտիվ լոբիստ եղել այս հարցերի։ Գույքը պարտքի դիմաց։ Արամ Սարգսյան ինքը վարչապետ ժամանակ երևի 5 անգամ այդ թեմայից խոսում էր։ Հետո պարզումա դառալա, որ մենք ինքը կոնկրետ գրեթե ամեն հանդիպման ժամանակ ասում էր այս գույքը, բայց ինքը ենթադրում էր, որ մի 10-15 բան պիտի տանք միավոր։ Հա մի խայտարակ մի բան էլի։ Հա, հիմա պատկերացրեք այդ վիճակը։ Քանի որ բայց ես այս թեման մի քիչ ավելանեմ այս թեմայի շուրջ։ Այսքանը ասում են ինչի համար, ասել որ մենք ռուսական կողմին հանձնել ենք գույքի դիմաց ստրատեգիական նշանակություն ունեցող Հայաստանը ինչ կար չկար։ Հիմա ես ներկայացնեմ եւս մի քիչ այլ անկյան տակ, թե ինչ կարգի ներդրումային ծրագրեր ենք մենք այն ժամանակ իրականացնում Հայաստանում։ Հայաստանի ամենից չալաղաճ
օբյեկտը բիզնեսը եղել է Քաջարանի բենզամոլիբդենային կոմբինատ։ Վաճառվել է գերմանական Քրոնիմետ ընկերության։ Հիմա այս իշխանության օրոք սեփականատերը դարել է ռուս գործարար։ Քրոնիմետ ընկերություններ գնել Քաջարանի կոմբինատը։ Հաջորդ օդանավակայան ներդրողը եղել է արգենտինացի եւ շատ լավ իսկապես փայլուն օդանավակայան է սարքել, որից հետո թռիչքների քանակը շեշտակի աճել է։ Ես չէի կարողանում sense դժվարությամբ էի համոզում ավստրիական ընկերություններին, չեխական, այն ժամանակ որ սկսեն թռնել Հայաստան, ասում են օդանավակայանը խայտարակություն է։ Հաջորդը առաջի հյուրանոցները սեփականաշնորհվեցին։ Արմենիա, անի ամերիկյան քաղաքացիներին, հայկական խմբեր էր, իրենք են գնել։ Ինձ նույնիսկ պիտի օգնեք, էլ ինչ բիզնեսներ կար, Երևան հյուրանոցը իտալացիների, հա? Վիոլա ջուրը ֆրանսիացիների, ոնց եմ խենք որոշել, օրինակ խեմ ես որոշել, որ ճիշտը ֆրանսիացիների հետ աշխատեն, համաշխարհային բանկին հարցում ենք արել, ջրի կառավարման, այդ խմելու ջրի կառավարման ամենից լավ փորձը որտեղ է, ասել են գերմանական կամ ֆրանսիական։ Ժակ Շիրակի հետ հանդիպման ժամանակ հաճախակի ենք մենք շփվում, ես իրեն հարցրեցի, այս sense բան կա, դուք վիոլա ջուր ունենք, ուզում եմ հետները հանդիպեմ, կարա կօգնեք այս հարցում։ Նույն օրը իմ հետ կապվում են, ասում են առավոտյան պատրաստ է հանդիպել վիոլա ջրի Վանսիոն։ Հաջորդ օրը մենք միասին հյուրանոցում նախաճաշել ենք, եթե չեմ սխալվում, Պրինց դեգալ հյուրանոցն էր, կարող է լավ չի հիշել։ Հետը պայմանավորվել ենք, որ ինքը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Հայաստան։ Ուղիղ մեկ ամիս հետո այդ պատվիրակությունը եկել է եւ իրենց հետ այդ պայմանագիրը կնքել ենք։ Աշխատել ենք կնքել։ Ֆրանսիացին։ Պերնորի կար կոնյակի գործարանը։ Ամենից գրավիչ ակտիվներից մեկն է եղել Հայաստանում։ Ֆրանսիական ընկերությանն ենք ծախել։ Եթե կարծում եք, թե Ռուսաստանից ցանկացող չկար, կար։ Քաջարանի համար էլ կար։ Բայց լավ, ելում պիտի ծախենք կոնյակի գործարանը։ Եթե ոչ, ամենից լավ կոնյակ արտադրողների։ Մոտեցում միակն էր, որ երկրի ընկերությունը կարող է ամենից արդյունավետը կառավարել այդ ընկերությանը։ Ուրիշ բան մենք չունեինք։ Ասեմ ֆրանսիական ընկերությունը ոնց ենք բերել սա, այդպես չի որ sense հերթով կանգնած ուզում էին գայ։ 97 թիվեր ես վարչապետ էի, թռել էի Շիրակի հրավիրով Ֆրանսիա, ասեցի որ sense կոնյակի գործարանի բանը ուզում ենք գործընկերություն ունենալ։ Իր ինքնաթիռը տրամադրելա թռել ենք կոնյակ պրովինս, տեսել եմ այդ գործարանը եւ պայմանավորվել ենք, որ իրենք գան մի հատ ուսումնասիրեն։ Իրենց հետաքրքրությունը շուկաներ, մեր հետաքրքրությունը, որ վերջապես ճիշտ հարաբերություններ որակյալ կոնյակ արտադրել, ճիշտ հարաբերություններ կառուցել վերամշակող յուղացի հարաբերություններում, իրենքն են առաջինը սկսել դա անել, երկարատև կոնտրակտներ, յուղացուն ֆինանսավորում էին պարատանյութերի համար, տարբեր աշխատանքների համար, ըստ էության վարկավորում էին առանց տոկոսի։ Եվ եւս մի կարևոր հանգամանք այն ժամանակ ֆրանսիացիներին բերենք, որ կոնյակ բառը այս բրենդը օգտագործելու պրոբլեմ մենք չունենանք, կարողանանք շրջանցել։ Բոլոր հարցերն այն ժամանակ լուծում ստացել են։ Այս մոտեցումը սա էր։ Ես ձեզ մի քանի առանցքային ամենից մեծ հետաքրքրություն ներկայացնող բիզնեսները պատմեցի ոնց ենք սեփականաշնորհել։ Ռուսալը այն ժամանակ Ռուսալի հետ ալյումինի գործարանը, որտեղ հիմնական ալյումինի արտադրողը իրենք էին։ Մեկ բան կար, մեկ բանաձև կար։ Այն երկրից եւ այն ընկերությունը բերել, որը այդ ոլորտում ունի ամենից լավ փորձը։ Այդպես չէր, որ ռուսները չենք ուզում, ուզում են։ Գազպրոմ ում պիտի տայինք։
Ռուսական գազն է գալիս, հայրուս գազը տուն հետ պիտի անենք։ Ու չեմ գնալու Գազպրոմի ինչ որ բանի ինվեստիցիան ավստրալիացիների հետ անել։ Ու հիմար չենք, լավ։ Սկզբունքը սա էր։ Եվ բոլոր այդ գործարքները միջալուց ասեմ, այդ գործարքների մեջ մի այդ ձախողված գործարք չկա։ Բաշխիչ ցանցերը ձեր կարծիքով ում ենք սեփականաշնորհել։ Չգիտեք, սեփականաշնորհել ենք բրիտանական ընկերության։ Բրիտանական։ Հետո արդեն այդ բրիտանական ընկերությունը, երբ որ կորուստների դեմ պայքարեց, իսկապես լավ աշխատեցին։ Ծախեցին Ռաոյեսին ռուսական։ Իրենք են ծախել վաճառ։ Հիմա նայեք, ես ինչ ցանկ եմ վերում, բաշխիչ ցանցեր, բրիտանական, վիոլա ջուր, ֆրանսիական, կոնյակի գործարան, ֆրանսիացիք, հյուրանոցներ, Ամերիկա, Իտալիա, Զվարթնոց, Արգենտինա, ասենց որ քաջարան գերմանական քրոնիմետ ընկերությունը հայտնի ընկերություն էր։ Եվ ես երբ գնում էի Գերմանիա այցերով, միշտ այդ մարդը կառավարական այդ հանդիպումների ժամանակ գերմանական կողմ իրեն հրավիրում էի։ Եվ այդ մարդը մեզ նաև նվիրեց դեսպանատան շենքը։ Գերմանիայում դեսպանատան շենքը դա քրոնիմետ ընկերության սեփականատերի նվերն էր։ Առանձին ասաբնյակ, ասենց շատ բանը Բերլինի ամենից լավ շրջաններից մեկը։ Զոտի ոսկի հանքը։ Ձեր կարծիքով ում էր սեփականաշնորհվել։ Կանադական մեկ ընկերության, որը այն ժամանակ ոսկու գները շատ ցածր էին, որը աշխատացրեց Զոտի հանքը։ Հիմա Զոտի հանքը պատկանում է ռուսական ընկերության։ Այն ինչ որ արվել է նաև դրսի եվրոպական, կանադական տարբեր երկրների ներդրողների հետ, սրանց իշխանության օրոնք, սրանց մի մասը դառան ռուսական սեփականություն։ Հասկանում եք սա, եւ դու այդքանից հետո Ռուսաստանի դեմ այցի քաղաքականություն վարել, Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերը թույլատնելու ուղղությամբ, ոչի մոտ այդ կոգնիտիվ դիսոնանսի բանն արա, ինչ է քանում, ինչ է համար։ Լիքը բաներ ասացի, ես տեսա, որ դուք չգիտեք դրա մասին։ Բանկային համակարգում քանի բանկ էր այն ժամանակ, դրսի բանկեր, Կոմերցբանկ գերմանական, Լիբանանյան բանկը, անուն արդեն չեմ, Բիբլոսը, եւ մի շարք բանկեր մտան, քանի ընկերություններ սկսեցին թռնել Հայաստան։ Ու սա բերել, ներկայացնել, որ ասենց մի քանի չաշխատող գործարան, ասենց տվել ենք ռուսներին եւ սա ասենց մի դարակազմիկ, մի սխալ էր։ Դա իրականությանը հետ ձեր ասածը ինչ որ առնչություն պիտի ունենա, թե չպիտի ունենա։ Մոտեցում մեկը պիտի լինի։ Քո որոշման մեջ պետք է այդ ռացիոնալ էլեմենտը լինի, որ դու անում ես եւ բացատրում ես ինչի համար եմ սա արել։ Իմիջիալոց այն ժամանակ կար ամերիկյան համասարան, ռուսները այդ բանակցեցին, ասեք մի հատ սլավոնական համասարան դուք բացեք։ Ճիշտ էր, համարում եմ որ ճիշտ էր։ Քանի որ խոսք գնաց նաև մարդկանց մանիպուլացնելու, իսկապես լավ են անում։ Կարողանում են։ Դա մի հատկություն է, որը ենթադրում է, որ դու ներսում որոշակի կարմիր գծեր չունես։ Սովորաբար կարմիր գծերը դաստիարակությունից են գալիս, չէ՞, ասում ես ես ոնց խափեմ, որովհետև մեկ շաբաթ հետո կամ մեկ ամիս հետո կամ մեկ տարի հետո վերջը այդ մարդու աչքերին ոնց եմ նայելու, եթե պարզվի, որ ես իրեն խփել եմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այսպիսի խնդրեմ չունի։ Եվ սա դառել է իրեն ուժը։ Եվ ինձ համար ամենից մեծ հայտնաբերությունը, գիտեք, նա էր, որ մեր հասարակությունը չափազանց հանդուրժող է ստի նկատմամբ։ Մարդու կարելի է ամեն օր 100 անգամ, 1000 անգամ ստի վրա բռնել
Եվ մարդը դեռ շարունակում է ունենալ ինչ որ այնքանակի, բավական լուրջ քանակի կոմունակիցներ։ Ինձ համար սա բան է, սա որոշակի շոկի պես բան է։ Ես երբ որ մի բան ասում եմ, միշտ ասում ես հետևյալը, բա այս մարդիկ մի տարի հետո որ հարցնեն, չես կարող սուտ ասել, որովհետև դու հանրային դաշտում ես գործում եւ հատկապես հիմա ամբողջը ձայնագրված մնում է մարդիկ աչքդ պիտի կողեն եւ դու ամոթից sense գետինը պիտի մտնես։ Այս խնդրեմը այս իշխանությունը չունի։ Եվ ցավոք մեր միջավայրում սա դարել է ուժ, այլ ոչ թե թերություն։ Ես իրենց գիտեք ոնց եմ ասել, իրենց անունը դրել եմ քաղաքական խարդախներ։ Որտեղ խարդախության զոհը միշտ միամիտ մարդն է։ Խարդախ չի կարող խարդախություն անել։ Խարդախության անելու համար ինքը պիտի միամիտ մարդկանց գտնի, խափի եւ մարդիկ կան, որոնք անգամներով մի քանի անգամ կարող են խարդախության զոհ լինել։ Խարդախը ջոկում է ով է միամիտ մարդը եւ այդ միամտության վրա այդ մարդու գլխին ինչ որ փորձակներ է բերում։ Հիմա ես ենթադրում եմ, որ մեր հասարակության մոտ այդպիսի միամիտների քանակը ուղղակի տոկոսային հարաբերակցությունը բավական մեծ է։ Եվ իշխանության են հայտնվել մարդիկ, որոնք այդ բարոյական նորմերը չունեն, այդ կարմիր գծերը չունեն, եւ ուղղակի զբաղվում են քաղաքական խարդախությամբ։ Եվ նույն միամիտ մարդիկ սենց 1, 2, 3, 4, 5 անընդհատ ընկնում են։ Եվ այդ բառը միշտ, չգիտեմ, օգտագործել եմ թե չէ, բրիտանական մի ասացված կա, ասում է, եթե քեզ մեկը խաբել է մեկ անգամ, ամոթ իրեն, եթե երկրորդ անգամ է խաբում, ամոթ քեզ։ Եթե ակնհայտորեն ընտրակեղծիքների եւ խախտումների շնորհիվ ԿՊ-ն նորից ընտրվում է, կազմում է մեծամասնություն, միայնակ կամ սատելիտներով էական չէ։ Արդյոք դուք նախատեսում եք նաեւ հնարավորություն չճանաչելու արդյունքները ընտրությունների եւ այդ փողոցային պայքարը շարունակելու ընտրություններից հետո։ Ասացիք, եթե ԿՊ-ն ընտրվի, եթեներ չկա։ ԿՊ-ն պետք է չընտրվի եւ ես պլան B չունեմ։ Իսկապես այդ պլան B ես չունեմ ու չեմ էլ ուզում դրա մասին մտածել։ Եթե մենք ճիշտ աշխատենք, ԿՊ-ն վերընտրվելու շանս չունենալու։ Այսօր բոլոր հարցումներով երևում է ուղղակի։ Չունի այն սատելիտը, որը իրենից ինչ որ բան է ներկայացնում, ինքը մենակով չի կարող հավաքել 50% ձայն, շատ ավելի քիչ է։ Կրկնակի։ Ավելի քան կրկնակի քիչ վարչական ռեսուրսի կիրառման կարող է հավաքել։ Հիմա դրա համար չմտածենք սրա մասին, ուղղակի վճռական տրամադրվեք։ Եթե սկսում են մտածել մարդիկ, բայ եթե սենց, եթե նենց եւ այլ, միշտ ոնց որ հետին տեղա թողում հետ քայլ անելու։ Չգիտեմ, կյանքում իմ մոտեցում միշտ սա էր։ Մտել ես պայքարի մեջ, նույնիսկ մի նայր հետևից մարդ կա, թե մարդ չկա, դու առաջ գնա։ Հենց դու առաջ ես գնում, հետևից գալու։